Վարչապետ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հրավերով հունիսի 20-ին կայցելի Թուրքիա ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում արտնախագահն է տեղեկացրել. երկկողմ այց է, այս այցը պատմական է, որովհետև Հայաստանի ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի այցն Անկարա և գործընկերոջ Բերիս Էքինջիի հետ հանդիպումը հայ-թուրքական կարգավորման շրջանակում էր խորհրդարանի փոխնախագահի հայտարարությունն է։ Կողմերի միջև կան տարբեր մակարդակներում շփումներ։ Թուրքական կողմի բանագնաց Քլիչի հետ իր հանդիպման մասին էլ Ռուբինյանն ասել է. այս պահին հաստատված ժամկետ չկա։ Արդյոք կառավարությունը Իրանում ստեղծված իրավիճակից բխող ռիսկերը գնահատում է հարցին, աշխփոխնախագահը պատասխանել է. կան տարբեր սցենարներ։ Իրան-Իսրայել բախման ռիսկերը գնահատվել են գործողություններն սկսվելուց անմիջապես հետո, դեռ լույսը չբացված խոսքը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանից սպասվող ռիսկերի գնահատումներին, այլ առհասարակ Իրանի, նաև Հայաստանի սահմանների ներսում հետագա զարգացումներին։ Պատերազմի հետ կապված ռիսկերը այսօր մինիմալ են և մենք պետք է աշխատենք, որ դրանք ընդհանրապես չեզոքացնենք։ Իրան-Իսրայել պատերազմը Սիմոնյանի կարող է շատ երկար տևել և այլ բնույթ ստանալ։ Հնդկաստանը Իրանից իր 110 քաղաքացիներին տարհանել է Հայաստանի տարածքով, ԱԳՆ մամուլի խոսնակն է տեղեկացրել։